ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Գլխավոր լուրերի մասին նախ համառոտ։ Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված կա, ինչ է պարզել քննչական կոմիտեն։ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ջուրը հասանելի կլինի ժամով, ինչու է փոխվում ջրամատակարարման ռեժիմը եւ ինչու չկա բացատրություն։ Կենսաթոշակների բարձրացում ընտրությունից 2 ամիս առաջ բարեփոխում, թե ընտրողի վրա ազդելու հաշվարկված քաղաքականություն։ Դրական անցում նաև ընտրություններից առաջ, ինչու՞ չէ, այլ պետք է նշենք, որտեղ քաղաքական կարծում եմ, որ ենթատեքստեր կա։ Հիբրիդային արագարձագանքման խումբ, Մոլդովայի օրինակ եւ Հայաստանի խորհրդարանի ընտրություն։ Ինչու են արտաքին դերակատարները հետաքրքրված Հայաստանով եւ ինչ ռիսկեր են տեսնում փորձագետները։ Եթե ինչ-որ մեր պետություն, ինչ-որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաեւ պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրացնում։ Տավարի միսը էլի կթանկանա, ինչու է առաջացել մսի դեֆիցիտ եւ ինչ է կատարվում շուկայում։ Թեհրանը Թրամփի հայտարարությունները մեծ ստեր է որակում, Թրամփը հիշեցնում, երբեք թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ, իսկ Թուրքիան պատրաստվում է այս երկու պետությունների պատերազմին։ Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10,000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Թեման առավոտից բումի էֆեկտով պտտվում է տարբեր հարթակներում, մեկնաբանվում տարբեր դիտանկյունից։ Ընտրությունից ընդամենը 3 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է 2021-ի իր նախընտրական խոստումը՝ թոշակը պիտի բարձրանա։ Պարզապես 2 ամիս առաջ նույն վարչապետը համոզված հայտարարում էր, որ 10,000 դրամով թոշակ բարձրացնելը անիմաստ է եւ որ թոշակառուն չգիտի ինչպես է այդ գումարը օգտագործելու։ Հիմա ընտրությանն ընդառաջ կարծես թոշակառուները հասկացել են, որտեղ ծախսեն այդ փողը։ Իսկ եթե հնարավոր էր բարձրացումը, ինչու դա չէր արվում ավելի շուտ։ Բայց թոշակի բարձրացումը նախընտրական փուլի միակ բարեփոխումը չէ։ Առողջապահական փոփոխություններ, արցախցիների բնակապահովման ծրագիր, նույնիսկ զինվորական շքերթի հնարավոր կազմակերպում։ Պատահական համընկնում է, թե նախընտրական հաշվարկ, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Կենսաթոշակների բարձրացում, առողջապահական փոփոխություններ, արցախցիների բնակարանային ծրագրեր, նույնիսկ զինվորական շքերթի հնարավոր կազմակերպում։ Այս ամենը ընտրության նախաշեմին։ Պատահական համընկնում, թե նախընտրական հաշվարկ։ Ընտրությունից 3 ամիս առաջ կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին, փոխելով ամիսներ առաջ հնչեցրած գնահատականները։ Եթե 2 ամիս առաջ կառավարությունը պնդում էր, թե բյուջետային հնարավորությունները սահմանափակ են եւ թոշակների էական բարձրացում հնարավոր չէ, ապա ընտրությունից 3 ամիս առաջ այդ խոչընդոտը հանկարծ վերացել է։ Կառավարությունը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, ամիսներ առաջ դրա անհնարինության մասին խոսող պաշտոնյաներն այսօր ողողել են համացանցը թոշակի բարձրացման մասին իրենց գրառումներով։ Թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ըստ փորձագետների կառավարությունը ընտրել է թիրախային ճիշտ խումբ։ Թոշակառուները ոչ միայն սոցիալապես ամենախոցելիներն են, այլև ընտրողների ամենակազմակերպված շերտերից մեկը։ Սակայն հարցը մնում է անպատասխան, եթե հնարավոր էր բարձրացնել կենսաթոշակները, ինչու դա չէր արվում ավելի վաղ։ Այն մոդելը, որ կառավարությունը դրեց ոչ կանխիկ դրամով աշխատելու դեպքում իրենք բոնուսներ են ստանում վերադարձելիության եւ այդ գումարները նույնպես նորից մտնում են շրջանառության մեջ, այս բոլորը եւ նվազագույն զամբյուղի առումով, նվազագույն պարենային զամբյուղի առումով դրական են հնչում։ Դրական են հնչում նաեւ ընտրություններից առաջ, ինչու՞ չէ, այլ պետք է նշենք, որտեղ քաղաքական կարծում եմ, որ ենթատեքստեր կա, իհարկե ինքը շատ լավ փաթեթավորված է սոցիալական նպատակների շրջանակում։ Միաժամանակ փոփոխություններ են կատարվում նաև առողջապահության ոլորտում, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի շրջանակում։ Այն կոչում են լայնածավալ բարեփոխում, թեպետ ըստ մասնագետների ծրագրի բացերն այնքան շատ են, որ միայն խճճել է այդ ոլորտը։ Մարդիկ գնում են, մտնում են բժշկի մոտ, ասում են ձրի է, գրի գնամ MRT անցնեմ, ձրի է, գրի գնամ ԿՏ անցնեմ։ Ախր չի կարելի, ոչ բնակչությունն է պատրաստ, որ այդ ամենը ցուցումով պետք է լինի։ Ոչ բուժաշխատողներն են պատրաստ, որ պետք է, այսպես ասած, համ
պացիենտ բուժեն, համ պաշտպանվեն պացիենտներից։ Նախընտրական փուլում ակտիվացել է նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագիրը։ Կառավարությունը խոսում է մեխանիզմների հստակեցման եւ ֆինանսավորման ընդլայնման մասին։ Սա կարևոր քայլ է սոցիալական եւ հումանիտար տեսանկյունից, սակայն կրկին հարց է առաջանում. ինչու հենց հիմա։ Միանշանակ առաջի այդ զգացողությունը, որ սա միանշանակ ընտրակաշարք է, որովհետեւ այս ողջ հատվածում, երբ իրենք սկսել են իրենց նախընտրական քարոզարշավից դարձել մոտ 1 տարի է, բնական է իրենք ուսումնասիրել են տարբեր շերտերը, հասկացել են որտեղ ինչ պիտի անեն, որպեսզի մարդկանց էլի մանիպուլացնեն ու մոլորեցնեն։ Այս ֆոնին քննարկվում է նաև մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով զինվորական շքերթ կազմակերպելու հնարավորությունը։ Վերջին շքերթը տեղի է ունեցել 10 տարի առաջ։ Որպես կանոն շքերթներ անում են այն պետությունները, որոնք հաղթանակ են տարել, որոնք կարողացել են այդ փուլում ոչ թե ինչ-որ երկրից պարազինություն գնել, այլ իր ունեցած հնարավորություններով հաջողություն ապահովել կամ նվազագույնը զսպել տարբեր թշնամիների հնարավոր դիմակայությանը եւ այս պարագայում Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը, մասնավորապես շքերթի կազմակերպման հետ կապված, բացառապես կարող է ունենալ մեկ նպատակ՝ ընտրություններին ընդառաջ սպառազինությունների գնումները ցույց տալու համար, թե իրենք ամեն ինչից զատ իրականացնում են նաև զինված ուժերում գնումներ։ Սա համակարգային երկարաժամկետ քաղաքականություն է, թե նախընտրական տրամաբանությամբ պայմանավորված քայլերի փաթեթ, որը դեռ պիտի համալրվի։ Զրուցակիցներս նկատում են, բոլոր բարեփոխումները լավ է, որ արվում են, բայց հնարավոր էր անել ավելի շուտ։ Իսկ հիմա այն տեղավորվում է օրինական ընտրակաշարք ասվածի տրամաբանության մեջ։ Սեդամ Ակաջյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Նախընտրական փուլում ակտիվանում են նաև աղմկահարույց թեմաները։ Մարտի 1-ի գործը դարձյալ օրակարգում է։ Այդ գործով ձերբակալել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամանյանին։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նրա հանձնարարության բռնություն է գործադրվել 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ։ Ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնյական լիազորությունները անցնելուն դրդելու հոդվածով։ Իսկ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանի ընտրությունում, այստեղ տեղակայելով նոր հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Պաշտոնական տրամաբանությամբ նպատակը արտաքին միջամտությունների կանխարգելումն է, ըստ Եվրամիության Կրեմլի ապատեղեկության դեմ պայքարը։ Բայց քաղաքագետները հարց են բարձրացնում, սա իսկապես անվտանգության համար է, թե քաղաքական հաշվարկ, ինչպես Մոլդովայում։ Ինչ գին ունի այս ծառայությունը, ռեպորտաժում։ Հիբրիդային արագ արձագանքման խումբ։ Հենց այս խումբն է, այսպես ասած, աջակցելու Հայաստանի Հանրապետությանը հունիսին սպասվող ընտրությունում։ Նպատակը արտաքին միջամտությունների, այդ թվում տեղեկատվական եւ կիբերսպառնալիքների կանխարգելումն է, եւ ինչպես նշված է հայտարարությունում, խուսափել Ռուսաստանի Դաշնության միջամտություններից։ Որպես օրինակ նշվում է Մոլդովայի փորձը։ Ինչպես եւ ինչու Արարատ Միրզոյանի Եվրամիությանը ուղղված նամակխնդրանքը իրականություն դարձավ։ Պետք է հստակեցվի, թե տվյալ դեպքում ՌԴ-ի ինչպիսի միջամտության մասին է խոսքը, որից խուսափելու կամ դեմը առնելու համար հատուկ հրավիրվում են մշտական քաղաքացիական առաքելություն իրականացնող հիբրիդային արագ արձագանքման։ Փորձագետների մի մասը այս գործընթացը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության հերթական դրվագ։ Նրանց գնահատմամբ Արևմուտքը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել այն երկրներում, որտեղ տեսնում է մրցակցություն Ռուսաստանի հետ։ Արևմուտքը ցանկացած տեղ, որտեղ տեսնում է հակառուսականություն, միանգամից դա փորձում է որակել որպես հիբրիդային պատերազմի այսպես գործիք եւ պաշտպանում է հակառակ կողմին։ Եվրամիությունը առաջնորդվում է Մոլդովայի հաջողված սցենարի օրինակով, ըստ որի պետք է այսպես ասած պայմանական ժողովրդավարությունը հաղթի հետադիմական ուժերին։ Այն նույն սցենարը մոտավորապես ես կարծում եմ, որ փորձ է արվելու այստեղ կրկնել, եթե հիպոթետիկ որևէ ուժ, որը պիտակավորվել է որպես պրոռուսական ուժ կամ Ռուսաստանի շահերը պաշտպանող ուժ, հանկարծ մոտ լինի հաղթանակին, նա միանգամից կպիտակավորվի որպես հիբրիդային պատերազմի մասնակից եւ մենք կտեսնենք այդ գործողությունը
հաջողությունները։ Միևնույն ժամանակ հնչում են նաև մտահոգություններ։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մասնավորապես խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ Ռուսաստանը դիտարկվում է որպես կիբերհարձակումների եւ տեղեկատվական պատերազմի աղբյուր, իսկ դրանց հակազդելու գործառույթը փոխանցվում է արտաքին դերակատարների։ Նրա գնահատմամբ հարցեր է առաջացնում նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության երկարաժամկետ ներկայությունը։ Ստացվում է իմ մոտ տպավորություն եւ ոչ միայն իմ մոտ, որ դա ինձի մի կառույց է, կցված օրինակ Եվրոպական հանձնաժողովին համ Հայաստանում Եվրոպական միության ներկայացությանը, որը որ բոլոր խորհրդարանական կամ ոչ միայն խորհրդարանական ընտրությունների նման առաքելություն է ստանձնելու, այսինքն մշտական բնույթ կրող է։ Եվ այստեղ էլ են գալիս այն մտահոգությանը, որ գուցե իրոք մեր իշխանությունները չեն կարող հավուր պատշաճի իրականացնել նման առաքելություն։ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանության բնորոշած հիբրիդային պատերազմը երևակայական է այն իմաստով, որ հիբրիդային բառն ինքնին ենթադրում է թշնամական գործողություններ, սակայն Հայաստանը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանը դաշնակցային պետություններ են։ Եթե սա դիտարկում ենք հայ-ռուսական հարաբերությունների առանցքում, այստեղ կան հակասություններ։ Եթե սա դիտարկում ենք ներքին քաղաքականության համատեքստում, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է դառնում։ Նրա գնահատմամբ հակառուսական հռետորաբանությունը կարող է ունենալ նաև ներքաղաքական նպատակներ, հասարակության մոբիլիզացիա եւ քաղաքական դիրքերի ամրապնդում։ Դա ամենակարևորը դերևս ոչ միայն արևմուտքի հետ հարաբերություններն են, այլև ներքին քաղաքականության մեջ թշնամու կերպարի ստեղծումը։ Ավտորիտարացվող հասարակություններում կամ ավտորիտարացվող ռեժիմների համար կարևորագույն էլեմենտներից մեկը իշխանության պահպանման դա արտաքին կամ ներքին թշնամու կերպարի առկայությունն է, որի շուրջ կարելի է համախմբել կամ մոբիլիզացնել հասարակությանը։ Իսկ ինչ գին կարող են ունենալ նման գործընթացները Հայաստանի համար։ Եթե ինչ-որ մեր պետություն, ինչ-որ մի կառույց քո երկրին տալիս է ֆինանս, դա արդեն իսկ իր մեջ ենթադրում է նաև պարտավորություններ։ Հիմա այդ պարտավորությունների մասին հայկական կողմը չի բարձրաձայնում։ Փորձագետների գնահատմամբ ռուսական կողմը հետևում է զարգացումներին, սակայն առայժմ չի գնում կտրուկ քայլերի։ Դեռևս վարում է ռազմավարական սպասման քաղաքականություն։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ նախընտրական փուլում մեծ խոստումներ են հնչում, քաղաքացիների կյանքում կարծես վերադառնում են 90-ականները։ Հոսանքի հաճախակի անջատումներին կավելանան նաև ջրանջատումները, բայց ավելի երկար ժամանակով։ Գիշերը ջուր չի լինի, ցերեկը ժամանակ չի լինի այդ օգտագործելու համար։ Հայաստանում մայիսի 1-ից սահմանվում է ջրամատակարարման նոր անտրամաբանական գրաֆիկ։ Մայրաքաղաքում ջուր չի լինի կեսգիշերից մինչև առավոտյան 7-ը, իսկ մարզերում ջուր կունենաք ընդամենը 4-ից 6 ժամով։ Ընդ որում ջուրը հաճախ լինելու է հենց այն ժամերին, երբ մարդիկ տանը չեն, աշխատանքի կամ դպրոցում են։ Օրինակ, Փարաքարում ջուր կլինի միայն առավոտյան ժամը 8-ից 15-ը։ Սովորաբար ժամը 8-ին մարդիկ տնից արդեն դուրս են գալիս աշխատանքի գնալու համար։ Վերադառնում երեկոյան, երբ այլևս ջուր չի լինելու։ Ավելի խայտառակ վիճակ է Զովունիում, որտեղ որոշ փողոցներում մարդիկ ջուր կունենան ընդամենը 4 ժամով։ Բայց ամենաուշագրավը այս սահմանափակումների պատճառների մասին որևէ տրամաբանական բացատրություն չկա։ Ինչպես պետք է մարդիկ կազմակերպեն իրենց առօրյան, երբ ջուրը դառնում է ժամով հասանելի ծառայություն, Սեդա Կյուրեղյանն է ներկայացնում։ Երևանում ու մարզերում հազարավոր ընտանիքներ ստիպված կլինեն ջուր հավաքել հաջորդ օրվա համար։ Հայաստանի մի շարք համայնքներ մայիսից մինչև սեպտեմբեր, որոշներն էլ արդեն մշտական, ստիպված են հարմարվել ջրամատակարարման նոր գրաֆիկին։ Ջուր կլինի ընդամենը 4-ից 6 ժամով։ Նոր Խարբերդն այդ համայնքներից մեկն է, սակայն գյուղացիների համար սա նորություն չէ։ Մոտավորապես 10-15 տարի է, առավոտյան 2 ժամ, երեկոյան 2 ժամ։ Միշտ այդպես է եղել, մինչև նույն գրաֆիկը գնում է, որևէ ջրապահ չկա։ Էտա բոլորը ըստ դրա տունը կառուցել ենք, այսինքն տակը բակեր է դրած, այդ 2 ժամը գալիս է լցվում այդ բակերը, հետո ամբողջ օրը դա թանուր բան ենք անում։ Մենք այդպես ենք օգտագործում, համարյա սաղ հարևանությունն էլ 70-90% սաղ բակ են դրել։ Ես որ ջերմոց ունեմ, ջերմոցի համար տնից շլանգով միացնում, տանում եմ ջրում։ Ինքը ավտոմատ 4 անգամ, 5 անգամ այդ ավտոմատից եմ փոխել, 2-3 անգամ էլ մատոր եմ փոխել։ Ոչ մեկ առհասարակ, եթե դուք նկատեք, այգիները էսա, բոլորի տան դիմացը հող կա, ոչ մեկ ոչ մի բան չի մշակում։
Անիմաստ են էլի համարում, եթե պիտի դնեն մի 2-3 ամսով ջուր չլինի իմաստավորն է, ասենք ծախսեն անում հայաթը ինչ որ բույս են տնկում ու հասարակ ծառները չորանում, այստեղ մի 90%-ն է սենց խմելու ջրով, ստեղից ընտեղից մարդիկ կան, որ ասենք այս արվից կարող վեդրոնով տանեն բույսը ջրեն, այնքան որ չչորանա։ Հանրապետության բնակավայրերում ջրամատակարարումը Վեոլիայի սահմանած գրաֆիկով ամռան ամիսներին տատանվում է 4-ից 17 ժամի միջև։ Վեոլիա ջուրը պարզաբանում է, թե նման գրաֆիկը սպառողների թվի ավելացման պատճառով է։ Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության, հիմնականում ամռան ամիսներին։ Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից եւ կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից։ Եթե Վեոլիայի համար խնդիրը սպառողների թիվն է, վարչապետ Փաշինյանը Հայաստանում ջրային ոլորտի այլ խնդիր է տեսնում։ Ջրի, կոնկրետ ջրի գինը թեր գնահատված է։ Եվ բացարձակապես ամբողջ գյուղատնտեսությունը աշխատում է վնասաբեր ոլորտը, բացի ինտենսիվ գյուղատնտեսության եւ ինտենսիվ անասնապահության։ Փորձագետը պնդում է, Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր չունի։ Մեր հիմնական խնդիրը ռեսուրսների կառավարումն է։ Ռոպան ջուրը որոշակի խնդիրներ ունի, պակասի, դրանով այս պայմանավորված սեմանալեջում թույլատրվող քանակից սովորաբար ավելի շատ բարձրողումները հանրային դաշտում ռոպան ջրի պակասով։ Կարեն Վրդանեսյանն էլ պատահական չի համարում տեղումն առած ձմռանից հետո նման մասշտաբի ջրանջատումները։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը բացահայտել էր, որ մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից եւ Հայաստանից հիդրոլոգների եւ ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա։ Ըստ փորձագետների 24-ժամյա ջրից 4-ից 6 ժամի անցումը ոչ միայն անհարմարություն է, այլև ցույց է տալիս Հայաստանի ջրային ոլորտի կառավարման իրական վիճակը։ Եվ մինչ կառավարությունն ու Վեոլիա ջուրը խոսում են ծրագրերի եւ թվերի մասին, հազարավոր մարդիկ ստիպված են ապրել սահմանափակ ռեսուրսների պայմաններում, հարմարվելով ամենօրյա անհարմարություններին։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ջրի և էլեկտրաէներգիայի խնդիրների կողքին թանկացումներն են։ Թանկացել են դեղերը, սնունդը, տնտեսական որոշ ապրանքներ, իսկ վերջին շաբաթներին շարունակում է թանկանալ տավարի միսը։ Պարզվում է մսի պակաս կա մեր երկրում, ինչն էլ ամեն օր ավելի է կլորացնում դրա գինը դեպի վեր։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է զրուցել անասնապահների, վաճառականների ու շուկայի մասնագետների հետ։ Գյուղացին միսը վաճառում է 3000-ից 3200 դրամով, մինչև հասնում է շուկա, դառնում է այս գինը։ Միսի գինը թանկացել է, վերավաճառողն է թանկացրել, թե չէ մեզ արես 4000-ով միս առնող։ Եթե 3500-ով առնի, հա, լավ է, բայց առնում է, չի առնում։ Բախի չի առնում, ինչ է ասում։ Իրա ձեռ չի տալի, մեզ արի շատ փող են աշխատում։ Դժվարությամբ պահում են անասուններին, էժան վաճառում։ Ձեռընտու չէ, ասում է Նորամարկ գյուղի բնակիչը։ Շատ եմ դժվարանում, շատ։ Եթե այդպես շարունակի կվերացնենք, որտե պահեմ։ Այդքան ես կարամ խոտ առնեմ, բերեմ, խոտն էլ առնում եմ, չեմ հասցնում, այնա փչանում է։ Չի ստացվում, շատ դժվար է։ Արոտավայրեր չկան, գյուղացիները չգիտեն որտեղ պահեն անասուններին։ Ստիպված կրճատում են գլխաքանակը։ Սա կովերը ծախել են, տեղ չկա պահելու, չոբան չկա։ Ես 5 հատ կով ունեմ, թողել եմ մի հատ։ Էն էլ տանը մար, ասենք կատ մազում, դա։ Մինչ գյուղացիները խոսում են պակասող գլխաքանակից, համայնքապետարանից նշում են՝ ի տարբերություն ամբողջ հանրապետության, Մասիս համայնքում գլխաքանակը հիմնականում նույնն է, չի պակասում։ Մեր Մասիսի տարածաշրջանում վերջի 10 տարում համարյա գրեթե գլխաքանակը չի փոփոխվել, գրեթե։ Խոզի գլխաքանակը տատանվում է, կախված շուկայական գներից, որ տարի որ խոզի գինը էժան է լինում, այդ տարի գլխաքանակը պակասում է, որտեղ ձեռնտու չի լինում։ Դրա հաջորդ տարին, երբ որ աստիճանաբար գլխաքանակը, գինը սկսում է բարձրանալը, գլխաքանակը հետո ավելանում է։ Բայց խոշոր եղջերավորը հիմնականում նույնն է, մոտավորապես 11-ից 13 հազար գլխի մեջ տատանում է տալի, դա կախված է էլի սեզոնից։ Ասատրյանն էլ կարծում է, տավարի միսը թանկանում է սեզոնային մեծ պահանջարկ, քիչ առաջարկի պայմաններում։ Բացի այդ, անասնակերն է թանկացել։ Համայնքի ներկայացուցիչը մեկ այլ պատճառ է առաջ քաշում։ Երբ որ կենթանին մտնում է սպանդանոց ու սպանդանոցից գնում է, ինքը արդեն հարկային դաշտում երևալու է։ Դրա համար արդեն
մսի ինքնարժեքը բարձրանում է։ Ֆակտուրա է դրա համար գրվում։ Դա էլ չեն ասում, որ այտենց չի, բայց իրականում այտենց է։ Դրա համար ինքը լրիվ երևում է, կոպիտ ասած, ստվերը լրիվ արդեն բացվում, այլ ստվերի տակ չի մնում, դրա համար մսի ինքնարժեքը բարձրանում է։ Դա էլ նշանակություն ունի իր։ Գյուղատնտես Հարություն Մկրտչյանն էլ տավարի մսի թանկացման պատճառը դեֆիցիտն է համարում։ Ասում է, տեղականը չի բավարարում, իսկ ներկրում չկա։ Մեզ մոտ ներկապային կա տավարի մսի դեֆիցիտ, եւ այդ դեֆիցիտը չենք կարողանում փակել նաեւ ռուսական շուկայից ներկրելով, քանի որ Ռուսաստանում եւս կա դեֆիցիտ։ Գնորդին մեծամասամբ պատճառները չեն հետաքրքրում։ Մի բան հստակ նշում է, այնքան է թանկացել, որ չի կարողանում գնել։ Վերջ անգամ տավարի միսը փափուկ միսը գնել եմ 5000 դրամով, ոսկորախառը միսը գնել եմ 4200 դրամով։ Գյուղից եք առել։ Ոչ, որտեղ որ միսը վաճառում են։ Որտեղ որ միսը վաճառում են, ես գյուղից ընդհանրապես չեմ օգտվում եմ մսի խանութներից։ Նորմալ եք գնահատում այդ գինը, Շատ չէ, շատ վատ է։ Գյուղացուց գնորդ ձգվող շղթայում յուրաքանչյուրը մի խնդիր ու պատճառ է առաջ քաշում մսի թանկացման համար։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահը խնդիրը դիտարկում է համակարգային ոչ ճիշտ քաղաքականության մեջ։ Գյուղատնտեսության նախարարության փակումն ու դրան հաջորդած քայլերի արդյունքը զգացվում է այսօր։ Պետական ծրագրերը, որ նայեք շահերտավոր տավարաբուծության ուղղությամբ, կտեսնեք, որ տավարաբուծություն չի, որովհետև այսպես ասած շահերտավոր խելացի անասնագոմերի ծրագիրը, որ չարվեց պարզապես տավարաբուծության տեսանկյունից, այնտեղ պարտադիր պետքա կապշտատու լինեին։ Իսկ մսատու տեսակների հետ կապված ծրագիրը չէր գործում, պետական արտոնությունները չկա։ Իսկ այնտեղ, որտեղ ներդրումներ է պահանջվում ոլորտը զարգացնելու համար, պետական հոգացություն, ուշադրություն պահանջող է, եւ դու չես անում ոչինչ, բնականաբար դու անկում ունենալու ես։ Արտադրող սպառող շղթայում համակարգողի պակասը քաոս է առաջացնում։ Գագիկ Ասատրյանի խոսքով գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերաբացվի հմուտ ղեկավարներով, այլապես եղած ռեսուրսներով հարցը վերջնական կարգավորելը իրատեսական չի թվում։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածել ընտանիքի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճիռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։ Հայտարարել է ընտանիքն ու շեշտել, որ այս կերպ Վարդանյանը չի ուզում լեգիտիմացնել այն գործընթացը, որն ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Այս պայմանում վերադասատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի, թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչ բնավ այդպես չէ։ Մենք կշարունակենք պայքարել արդարադատության համար, միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատականության իրավունքը։ Մինչ Բաքվում մեր հայրենակիցները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել միջազգային մեխանիզմներով, պարզվում է, որ արդարադատության նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ փուլում է սիրիացի վարձկանների վերաբերյալ գործի քննությունը։ Սպուտնիկ Արմենիայի հարցին ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի վերաբերյալ հարցերը գտնվում են Սիրիայի իշխանության իրավասության ներքո։ Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերիին եւ Յուզեֆ Ալաբեդ Ալ-Հաջիին։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում է։ Այցի ընթացքում նրան ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Իրանի նախագահի խոսքով երկու երկրների հարաբերությունները կարող են ել ավելի խորանալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում։
Մինչ Իրանն ու Հայաստանը բարձր են գնահատում գործակցությունը, Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները շարունակում են ավելի լարվել։ Այսօր Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել է, եթե հնարավոր չլինի դիվանագիտությամբ լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը, խնդիրը կլուծվի ռազմական ճանապարհով։ Թրամփը հիշեցրել է Իրանի դեմ անցած տարի իրականացված ռազմական գործողությունները, ապա հայտարարել, Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ։ Իրանի արտգործնախարարությունն էլ հերքել է Միացյալ Նահանգների հայտարարությունները իր հրթիռային ծրագրի վերաբերյալ, դրանք անվանելով մեծ ստեր։ Ինչ էլ որ նրանք պնդում են Իրանի միջուկային ծրագրի, Իրանի բալիստիկ հրթիռների եւ հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ պարզապես մեծ ստերի կրկնություն է։ X-ում գրել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իսկ Թուրքիան դիվանագիտորեն գնահատում է Իրան-Միացյալ Նահանգներ հակամարտության դեպքում կիրառվելիք բոլոր միջոցները, որոնք կարող են կիրառվել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր հակամարտության դեպքում, հաղորդում է Reuters-ը հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրին։ Քննարկվում են բոլոր սցենարները և մշակվում են քայլեր մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, ասել է Reuters-ի անանուն աղբյուրը, հավելելով, որ բացառվում է Իրանի ինքնիշխանությունը ոտնահարող որևէ քայլ։ Աղբյուրը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջոցներ է գնահատում Թուրքիան։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։